Բիբարա փչանա Լարսի անցակետից Հայաստան վերադարձած բիբարների փողը կտա Նիկոլ Փաշինյանը։ Էնա Ռուսաստան չհասած ծաղիկների համար էլ է պատրաստ վճարել։ Գեղարքունիքում ՔՊ-ի այսօրվա քարոզարշավի հիմնական թեզը հայկական գյուղմթերքն է, որի վրա սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանը։ Եվ էլի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա։ Այս խոստումը ծովագյուղում է տալիս Փաշինյանը, մոտ 1 ժամ անց արդեն վստահեցնում է, թե ԵԱՏՄ-ի չընդունած հայկական ապրանքը Եվրամիություն եւ այլ երկրներ է արտահանում, որոշ խմբաքանակներ արդեն ճանապարհին են։ Եվրամիություն եւ այլ, այսօր մի քանի բանը գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են եւ արդեն Բարթերի առաջին եւ Բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս կնեկել, տեղ կհասնեն նոր կասեն թե որ երկրներ։ Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի ապրանք չի մնալու։ Ինտրիգը պահում է Փաշինյանը, չի ասում, թե հատկապես որ երկրներ են արտահանում Վարդերն ու Բանջարեղենը։ Եթե իհարկե Հայաստան եկած տուրիստներն ամբողջը չգնեն, Փաշինյանի հաջորդ ծրագրով հենց այդպես է։ 160,000 տուրիստ է եկել Հայաստան, բիբար ու վարդ են գնել։ Էլ չեմ ասում ժողովուրդ ջան, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100 մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել, այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում։ Գեղարքունիքում մեկ անգամ էլ Իզվեստիայի թղթակիցն է փորձել պարզել Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստան հայկական ապրանքների մուտքի սահմանափակումների ու ԵԱՏՄ 4 առաջնորդների անհանգստությունների վերաբերյալ, որոնք առնչվում են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Ըստ Փաշինյանի ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը քաղաքականացվում է, ինքը երեկ այդ խնդրի մասին խոսել է Պուտինի հետ։ Երեկ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ խոսել, շնորհակալություն եմ հայտնել հեռախոսազանգի համար, զանգել էր, որ շնորհավորեր ծննդյանս օրվա առթիվ։ Խոսել ենք նաև ընթացիկ գործերի մասին և դրական խոսակցություն ունեցանք։ Կարծում եմ հիմա ամենալավ քայլը այս համատեքստում կարող է լինել բոլոր սահմանափակումներից հրաժարվելը։ Փաշինյանը վստահեցնում է, հասկանում է, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը ինչ օգուտ են ստանում Եվրասիական տնտեսական միությունից, բայց կարծում է, հենց ԵԱՏՄ-ն պետք է ամեն ինչ անի իմիջը հայ ժողովրդի աչքում բարձրացնելու համար։ ԵԱՏՄ-ն պետք է բացի նոր հնարավորություններ, որպեսզի ԵԱՏՄ-ի իմիջը Հայաստանում ավելանա և ոչ թե հակառակը։ Երբ արդեն մտնում են ինչ-որ սահմանափակումներ, առաջացնում են բացասական ընկալումներ Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ինչ վերաբերում է ֆիտոսանիտարական խնդիրներին, դրանք սովորական բաներ են, միշտ էլ եղել են և պետք է լինեն, որովհետև առողջությունը կարևոր է, և ապրանքը, որը արտահանում ենք ԵԱՏՄ երկրներ, դա շատ կարևոր է, բայց այս պահին դա քաղաքականացվում է։ Իզվեստիայի լրագրողին Փաշինյանն ասում է, որ դեռ շուտ է խոսել Հայաստանի եվրաինտեգրման մասին։ ԵԱՏՄ թե ԵՄ հարցը հանրաքվեի կդնեն, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Բրյուսելին Եվրամիության անդամ դառնալու համար։ Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել, որպեսզի դառնա Եվրամիության լիիրավ անդամ, հանրաքվեի պատճառ չկա։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։